Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, քանի որ Սարգսյանին հայտնաբերել չի հաջողվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար աշխատած տարիներին։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, սա 20-ով ավելի է նախորդող տարվա համեմատ։ Քննչական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ 2024 թվականի համեմատ հանցագործությունների թվի աճ է նկատվում։ Անչափահասների կողմից իրականացված հանցագործություններից են սպանություն, սպանության փորձ, սեռական ազատության դեմ ուղղված հանցանք, կողոպուտ, շորթում, զենքի զինամթերքի շրջանառություն եւ այլն։ Ավտոապահովագրողների բյուրոն իրազեկել է ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված առանցքային փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարվա ապրիլի 1-ից։ Բարեփոխումների առանցքում առավելագույն սահմանաչափերի էական բարձրացումն է։ Մասնավորապես գույքային վնասի դեպքում մեկ անձի համար սահմանաչափը գործող 1.800.000 դրամից բարձրացվել է 2.5-ի, անձնական վնասների մասով 3.300.000 դրամից 3.5 միլիոնի։ Գիշերը ռուսական զորքերը 137 անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային, Դնեպրում եւ Խարկովում 14 մարդ է վիրավորվել։ Դնեպրապետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ վիրավորների թվում 12-ամյա տղա կա, եւս մեկ անչափահաս վիրավորվել է Խարկովում։ Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին եւ վառելքի պահեստարաններին, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելն իրենց հերթին գիշերը հարվածներ են հասցրել Իրանին, հիմնականում մայրաքաղաք Թեհրանի տարբեր հատվածների եւ Ալ-Բորզի նահանգի Քարաջ քաղաքին։ Հարվածների հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։ Միաժամանակ աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը Saudi Aramco-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ նավթի համաշխարհային շուկայի համար։ Հորմուզի նեղուցը սովորական տեղափոխվում է աշխարհում սպառվող նավթի ընդհանուր ծավալի 20%-ը։ Ֆուտբոլի կանանց Իրանի հավաքականի 5 խաղացողներ Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո հրաժարվում են վերադառնալ հայրենիք։ Ավստրալիան ապաստան է տրամադրել նրանց։ Reuters-ի հաղորդմամբ Ասիայի գավաթի առաջին տուրի խաղում իրանցի կին ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը, ինչից հետո հայրենիքում նրանց անվանել են պատերազմական շրջանի դավաճաններ։ Թիմի հյուրանոցից ֆուտբոլիստները տեղափոխվել են անվտանգ վայր եւ կլինեն ոստիկանության պաշտպանության ներքո։